Բարև ձեզ, դուք դիտում եք լրազումը, այսօր իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի եւ Դերենիկ Մալխասյանի հետ զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին։ Այսօր հրապարակվեց իր ոչ պաշտոնական կայքում երկրորդ կետեում հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որը վերաբերվում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների թեմային։ Եվ Թաթուլ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության բավական խիստ գնահատել է այդ նախաձեռնությունը, նշելով, որ սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործ չի, ընթացիկ շահերի, խոսում է երկրի դեգրադացիայի մասին։ Առհասարակ հարցազրույցի վերաբերյալ ինչ մեսիջներ կային ուղղված Սերժ Սարգսյանին եւ ինչպես է գնահատում պարբերական ելույթները Ռոբերտ Քոչարյանի։ Նայեք, առաջին այդ հարցազրույցը շատ մանրակրկիտ ձևով նախապատրաստած էր եւ երկու անգամ կարդալով այն տպավորությունը ստացա, որ որևէ ավելորդ բառ չկար։ Իհարկե մենք կարող ենք համաձայն լինել Քոչարյանի հետ, նրա նախագահության տարիները գնահատման առումով ունենալ տարբեր ընկալումներ, բայց սա ես կարծում եմ շատ հաշվենկատ հարցազրույց էր եւ սա իր այդ շարքի մեջ, ինչպես նշեցիք, ամենից, այսպես ասեմ, եթե այդ բառը կարելի է օգտագործել, հակա Սերժ Սարգսյանականն էր, որտեղ գիտեք նաև առաջին դեպքն էր, երբ որ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն նաև դիմել է անուղղակի, բայց վիրավորանքի ոճին։ Ուշադրություն դարձրեք նրա հարցազրույցի մեջ միայն վերջում է մեկ անգամ օգտագործում նախագահ ձևը, մյուս դեպքերում ասում է նրա, այսինքն սա խոսում է Սերժ Սարգսյանի մասին։ Առաջին բանը, որ սա էր, որ իմ աչքը զարնեց, եւ իմ տպավորությամբ այս հարցազրույցը սահմանադրական բարեփոխումներին է թեև վերաբերում, բայց շատ ավելի մեծ բան կա, ուղերձ կա այս հարցազրույցի մեջ, առայն որ թվում է վերջնականապես Ռոբերտ Քոչարյանը հիասթափվել, լքվել է այն մարդուց, որին իշխանության բերեց մարտի 1-ի 10 զոհերի կյանքի գնով։ Սա էր հիմնական այն մեծ բանը, որ ես ունեցա։ Եվ հետաքրքրական է, որ հարցազրույցից անցել արդեն բավականին ժամեր եւ իշխանական լրատվամիջոցները չեն արձագանքում, հավանաբար սպասում են նախագահականից, թե ինչպես պետք է արձագանքեն, կամ ես չեմ բացառում, որ ընդհանրապես կփորձեն անուշադրության մատնել, ասելով դե անկարևոր մի բան է, հա ինչ է, նախագահը մի բան ասել էլի։ Մի հոգի արձագանքել այս բան նոր մի վարքյաններ, րոպեներ առաջ նայեցի, Արտակ Դավթյան, եթե չեմ սխալվում, հանրապետական պատգամավորներից եւ հետաքրքիր ձևով ասել է դե Ռոբերտ Քոչարյանը չի ուզում բանավիճել, հետեւաբար չենք բանավիճում։ Առաջին հարցազրույցը, եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանի առաջի հարցազրույցն էլ անարձագանք մնաց բավական երկար ժամանակ, հետո նոր արձագանք եղավ, արձագանքի սպասում, տեսնեն ինչ Դերենիկ, բարբերաբար, երբ խոսում ենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան հարաբերությունների մասին, կա հետևյալ տեսակետը, որ նրանք երկուսն էլ ունեն ընդհանուր շահեր եւ մեկը մյուսի դեմ դուրս չի գա։ Ավելի նախագահական ընտրությունների առաջ, եթե ճիշտ եմ հիշում, Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ Ղարաբաղցին Ղարաբաղցու դեմ դուրս չի գա, բայց այս անգամ կարծես թե դուրս է եկել եւ բավական կոպիտ ձևով, ինչի մասին է սա խոսում։ Այստեղ ես համակարծիք չեմ եղել առայն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբեք իրար դեմ դուրս չեն գա, որովհետև երկուսն էլ քաղաքականության մեջ են եւ քաղաքականության մեջ չկա հավերժական բարեկամներ կամ թշնամիներ, կան հավերժական շահեր։ Եթե այս կոնտեքստում ենք նայում, ապա ստացվում է, որ իրոք Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել Սերժ Սարգսյանի դեմ։ Եվ կարդալով այս հարցազրույցը նաև փարատվում է այն միֆը, որը շատ դեպքերում փորձում են այսպես ներարկել, թե Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրականում խաղի մեջ են, իրար հետ են խաղում, իրար պաս տալով եւ այլն։ Ես չգիտեմ, եթե նման ձևով են պաս տալիս ու այս վիրտուոզությամբ են իրենք դերասանություն անում, ապա իրենց տեղը ոչ թե քաղաքականության մեջ է, այլ ասենք մեծ բեմում։ Ես հակված չեմ մտածելու, որ սա կոնկրետ այս պահը խաղ է կամ դերասանություն է, որովհետև հարցազրույցը սկզբից մինչև վերջ այսպես նվաստացնող մեսիջներ է պարունակում ուղղված Սերժ Սարգսյանին։ Ինչն է ստիպել Ռոբերտ Քոչարյանին դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև վստահեցումներն այն մասին, որ մտահոգված է երկրի առջև ծառացած մարտահրավերներով, ինձ համոզիչ չեն թվում։ Արփի, այստեղ
մեկ խնդիր կա կարևոր Սերժ Սարգսյանի քայլերը ուղղված Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջինը դա որը ստիպել է երկրորդ նախագահին համարժեք adekvat պատասխան տալ Սերժ Սարգսյանին բացի դրանից երկրում իրավիճակի վատթարացումը անվտանգությանը սպառնացող մարտահրավերները կրկին կարող են այսպես ստիմուլ հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանի համար որպեսզի նա դեմ դուրս գա Սերժ Սարգսյանին քանի որ երկրի փլուզման դեպքում երկրի կոլապսի դեպքում դժում է նաև Ռոբերտ Քոչարյանը իր հսկայական կապիտալով դժում են խոշոր բիզնեսը մանր բիզնեսը հետևաբար այդ ամեն ինչը կանխարգելելու համար լավագույն հնարավորությունը հիմա Սերժ Սարգսյանին տապալելն է որովհետև մեկ կարևոր այսպես կարմիր գծով անցնող միտք կար Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մեջ որ Սերժ Սարգսյանը այլևս adekvat չէ ու ամեն պատասխանի մեջ ես կարդում էի Սերժ Սարգսյանը adekvat չէ կապված սահմանադրական փոփոխությունների հետ նշում էր որ մարդը փոխանակ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծի զբաղվում է սահմանադրական բարեփոխումներով պետական համակարգի փոփոխությունները չեն կարող լուծել խնդրի առաջ ծառացած Տիգրան Սարգսյանի վարչապետության գնահատականի հետ կապված նշում է որ այնտեղ նայելով արդյունքներին հպարտանալու տեղ չկա, բայց Սերժ Սարգսյանը հպարտանում է։ Հետո ամենավերջում, որը եւ գնահատական էր եւ ոչ Սերժ Սարգսյանի իշխանությանն էր գնահատական, ողբալի, եթե չեմ սխալվում այդ բառն է օգտագործում։ Երբ հարցրեցին թե ինչ Սերժ Սարգսյանը գնահատեց ձեր մասնակցությունը, ձեր գնահատականները որպես քաղաքական։ Ողբալի է ու նշում է, որ ցավում է, որ Սերժ Սարգսյանը չի գիտակցել իր այսպես անկեղծ մխումները երկրի իրավիճակը գնահատելուն հետ կապված դա համարել է չարախնդրություն ոչ թե անկեղծ մտահոգություն։ Հենց այդտեղ է օգտագործում չարախնդություն երկրի ողբալի իրավիճակի հետ կապված։ Թաթուլ սահմանադրական բարեփոխումները արդյոք փակում են Ռոբերտ Քոչարյանի նախագահ վերադառնալու հնարավորությունները, ինչից ելնելով էլ նա տվել այս հարցազրույցն ու խոսել այս խնդիրների մասին է հենց խոսում, գիտեք, նաև իմ մոտ տպավորությունը ավելի է այսպես ուժեղանում։ Ես իհարկե այդքան ինֆորմացիա չեմ տիրապետում, որ իմ վերլուծություններում այսպես ասեմ, որ շատ մոտ լինի ճշմարտությանը, իրականությանը, բայց այնուամենայնիվ իմ տպավորությամբ հետևելով Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիները եւ նրա ընդհանրապես նրա վարքագիծ այս երկու նախագահության այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո իմ մոտ այսօր ավելի ամրացավ այն ինչ ես մտածում էի այնուամենայնիվ Ռոբերտ Քոչարյանը ուզում է նորից դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ ես հատուկ եմ օգտագործում դառնալ բառը որովհետեւ Հայաստանում ցավոք նախագահ դառնում են չեն ընտրվում Եվ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության այս հարցազրույցով նաև ասում է, որ Սերժ Սարգսյանին, մի քանի օր Սերժ Սարգսյանն ասում էր, դե երկու անգամից ավելի ես կարծում եմ չպիտի դառնան, ասում էր, դե Սերժ Սարգսյան, մոտավորապես ես մի քիչ պարզ եմ գուցե բացատրում սա, դու չես ուզում, դու գնա ինչ ես ուզում, կարող է ես ուզում եմ, կարող է Լևոն Տեր-Պետրոսյանն է ուզում։ Ըստ էության նաև դրան էր ուղղված այս հարցազրույցը, քո ինչ գործն է Ես կարող ուզում եմ վերադառնալ եւ այնտեղ նաեւ հստակ ձևակերպում էր տվել երկու անգամից ավել ով կարա դառնալ։ Այո, ով չի կարա դառնալ։ Շատ ուշագրավ էր նաեւ այդ հարցազրույցային հատվածը, որը վերաբերում էր Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուն, որտեղ նա բավականին, այսպես ասեմ, շռնդալից խոսքեր է ասում Հովիկ Աբրահամյանի հասցեին, բայց ոչ թե նրա համար, որ իրոք Հովիկ Աբրահամյանը այդքան հայրենանվեր գործ է արել այն ժամանակ, երբ որ իր կառավարության փոխվարչապետ էր, այլ նա ուղղակի ինչ որ ակնարկներ տալու, որ Հովիկ Աբրահամյանը ի վերջո կարող է դառնալ այն վարչապետը, որը չկատարի Սերժ Սարգսյանի հրահանգները։ Ահա այսպիսի նաև տպավորություն ստացա այդ հարցազրույցից։ Եվ իդեպ ես չեմ բացառում, որ իշխանական լրատվամիջոցները, կրկնում եմ, ես չեմ բացառում, հատկապես հեռուստաընկերությունները, հենց այդ ամբողջ մեծ հարցազրույցից հենց վերցնեն այդ հատվածը ու միայն այդ տան, ասելով ցույց տալու համար, որ ինչ լավ նշանակում է արել Սերժ Սարգսյանը։ Ես չեմ բացառում, որ հենց այդպես կփորձեն Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը տալ, հատկապես այն հեռուստաընկերությունները, որոնք ես սիրում եմ այս բառն օգտագործել, գտնվում են Բաղրամյան 26-ի կրնկի տակ։ Իսկ
Համակարգը փաստորեն ճաքեր է տալիս եւ ներսից է այդ ճաքերը, մնում է դրսից քաղաքական ուժերը կարողանան ոչ իշխանական նպաստավոր պայմաններ ստեղծել։ Արդյոք հնարավոր է 98 թվականի սցենարի կրկնությունը։ Նույնականությամբ հնարավոր չէ կրկնել այդ սցենարը, որովհետեւ մի շարք այլ խնդիրներ կան այստեղ, բայց ամեն դեպքում նմանատիպ այստեղ պալատական հեղաշրջման մասին էր ակնարկի երևի, այո, պալատական հեղաշրջում հնարավոր է Հայաստանում, որովհետև միայն այդ կերպ է իշխանափոխություն տեղի ունենում, նաև այսօր որ նայում ենք, այդ տարբերակն է մնում, ինչքան էլ ցավալի լինի արձանագրելը, այս ժողովրդից որևէ մեկը չի հարցնում, թե դուք ինչ եք ուզում, իրար մեջ են հարցնում եւ իրար մեջ հարցերը լուծում, այդպես ավելի հեշտ է եւ ավելի այսպես կատարվող։ Հովիկ Աբրահամյանին ուղված այսպես դրական մեսիջները պետք է նայել այդ ամբողջ հարցազրույցի տրամաբանության մեջ։ Տեսեք, մի կողմից շատ այսպես նվաստացուցիչ կերպով արտահայտվում է Սերժ Սարգսյանի հասցեին, մյուս կողմից այդ ֆոնի վրա խիստ դրվատանքով է արտահայտվում Հովիկ խիստ չասենք, բայց դրվատանքով է դրական ամեն դեպքում դրական Հովիկ Աբրահամյանի նկատմամբ։ Սա հստակ տարանջատում է Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանի իշխանությունից։ Կարծում եմ, որ դա արվել է Հովիկ Աբրահամյանի համար, որ նա հասկանա, թե ինչ քայլեր պետք է կատարի։ Եվ հաջորդ հատկանշական պահը հարցազրույցի մեջ շատ հատկանշական պահեր կան, բայց ամեն դեպքում դա էլ է կարևոր, խոսքը վերաբերվում է այդ իշխանությունը նախագահի երկու անգամից ավել չընդրվելու հանգամանքին, այնտեղ Ռոբերտ Քոչարյանը ասում է, եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ մի մարդը երկու անգամից ավել նախագահ դառնալ, կարող է ընդամենը անընդմեջ բառը հանել եւ խնդիրը կկարգավորվի, սակայն դա չի հետադարձ ուժ չունի, այսինքն չի վերաբերվում նախորդ նախագահներին եւ ձևակերպում է այստեղ շատ հետաքրքիր է եւ որևէ ազդեցություն չի կարող ունենալ ներքաղաքական լանդշաֆտի վրա։ Սա ինչ ակնարկ է։ Ակնարկ է առայն, որ երկու նախագահները կամ նրանցից որևէ մեկը ներքաղաքական լանդշաֆտի վրա հսկայական ազդեցություն ունեն պայմանավորված կրկին վերադառնալու այսպես ցանկությամբ կամ նպատակներով։ Այստեղ, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը հազիվ թե մտածի Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին։ Ամեն դեպքում ես հակված եմ մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը իրականում աշխատում է իր վերադարձի համար։ Թե ինչքանով կստացվի, չի ստացվի, կախված է այս կրկին ներքաղաքական լանդշաֆտում տեղի ունեցող փոփոխություններից։ Եվ այս իրավիճակում պետք է սպասել, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն կարող է անցնել կոնկրետ գործողությունների, հայտարարություններից անցնել կոնկրետ գործողությունների, դա կարող է լինել ստվերային գործողություններ կամ հրապարակային գործողություններ։ Չգիտեմ ինչպիսի տեսք կունենա, բայց ամեն դեպքում ես Ռոբերտ Քոչարյանի մոտ նկատում եմ վերադառնալու ցանկություն, առավել եւս որևէ անգամ ինքը չի ասել, որ ինքը չի պատրաստվում վերադառնալ։ Նա ասել է, որ չի պատրաստվում դառնալ ամենաերիտասարդ թոշակառուն եւ դրանից հետո չեմ տեսել որևէ մի հարցազրույց հայտարարություն, որտեղ ինքը իր կարծիքը փոխած լինի։ Տեսեք, Դերենիկի հետ ես մի հարցում համաձայն չեմ, այն իմաստով, որ երբ որ ասվում է, որ Սերժ Սարգսյանի դիրքերը շատ թուլացել են կամ այդպիսի տրամադրությունները հիմա շատ է տարածվում Հայաստանում, իմ կարծիքով գուցե ես եմ իմ ընկալումն այդպիսին, այո, ես համարում եմ, որ նախագահության այդ 6 տարիներին Սերժ Սարգսյանի դիրքերը ամենից թույլը հենց այսօր են, բայց դեռ նա բավականին ուժեղ է, որտեղ նա, այսպես ասեմ, ինտրիգային նախագահ է, նա կարողանում է ինտրիգներով, կարողանում է ներքին այդ բաներով իր դիրքերը ամրապնդել եւ նաեւ պիտի հաշվի առնենք մի քանի հանգամանքներ։ Այո, նա չունի արևմուտքի աջակցությունը, նա չունի մեծ հաշվով հայ ժողովրդի Հայաստանի քաղաքացիների աջակցությունը, բայց նա ունի բանակի անվերապահ նվիրվածությունը իրեն, Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ, նա ունի ներքին գործերի անվերապահ աջակցությունը, նա ունի իհարկե կասկածելի է թե ինչ կեցվածք, ինչ մենք չգիտենք թե ինչ վարմունք կդրսևորի Ռուսաստան, նաև ունի ամեն դեպքում Պուտինի աջակցությունը, որքան էլ որ նրա հարաբերությունները Պուտինի հետ բավականին բարդ են եղել, այնպես որ դեռ շատ վաղ է խոսել նրա թուլության մասին, բայց ես էլ համարում եմ, որ իշխանության ներսում արդեն կա մտահոգություն, այսինքն կա անորոշություն հենց հանրապետական կուսակցության ներսում, թե այս ինչ է կատարվում, որտեղ շատերը նաև չեն հասկանում
հասկանում, իրոք սա խաղ է, այսինքն այդքան լավ արտիստներ են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, թե իրոք իրական պայքար է, ինչ դիրքավորում պիտի ունենան, ինչ հայտարարություն պիտի անեն, մի բառ ասելու համար պետքա մի 10 օր մտածեն, մանավանդ որ հանրապետական կուսակցությունը այդքան էլ ինտելեկտով այդքան չի առանձնանում։ Հետևաբար ճակատագիրն այս պահին մեծավ մասամբ կախված է հանրապետական падգամավորների վարքից, Թաթուլ, բայց մեր նախկին երկու նախագահներն էլ իրենց թե պաշտոնավարման ընթացքում, թե ընդդիմադիր դաշտում լինելու կամ քաղաքական պասիվ դաշտում լինելու ընթացքում հստակ մեսիջներ տվել են Ռուսաստանին, որ եթե գան իշխանության, ապա որևէ փոփոխություն արտաքին քաղաքականության մեջ չի լինի, այս դեպքում կարծում եմ Ռուսաստանը ըստ էության մեծ բան չի կորցնի, եթե Հայաստանում տեղի ունենան նախագահների փոփոխություն։ Ավելին դա առաջին հերթին ոչ միայն Հայաստանի քաղաքացիների շահերից է բխում օր առաջ այս իշխանությունների ներառացումը, այլ նաև Ռուսաստանի, որտեղ Ռուսաստանին պետք է ոչ թե ձայնազուրկ հլու հնազանդ չընտրված իշխանություն, ղեկավարություն, այլ պարտնյոր, գործընկեր, որի հետ կարելի է խոսել իրոք բարիդրացության լեզվով։ Եվ հիմա 4 ոչ իշխանական ուժերը լուրջ աշխատանք ինձ թվում է պիտի փորձեն տանել ազգային ժողովի ընդամենը 4 կամ 5 падգամավորի ուղղությամբ, որովհետև եթե հաջողվի այնպես կազմակերպել ՕԵԿ-ի դուրս գալուց հետո երկու անգամ անընդմեջ մերժվի կառավարության ծրագիրը, Սերժ Սարգսյանին այլ բան չի մնալու, քան գնալ արտահերթ ընտրությունների։ Հավանական է այս սցենարը, եթե հաշվի առնենք նաև, որ հանրապետական խմբակցությունում կան մարդիկ, ովքեր ունեն տնտեսական շահեր, որոնց էլ սպառնում է Սերժ Սարգսյանի այս քաղաքականությունը։ Հնարավոր է արփի, եթե հստակ ուժային կենտրոն ցույց տան 4 ոչ իշխանական ուժերը ցույց տան, որ իրենք հստակ ուժային կենտրոն են, քաղաքական իրավիճակի վրա հստակ ազդեցություն ունեն, այսինքն ազդեցություն այն առումով, որ նրանց կարծիքը պետք է հաշվի առնել այս կամ այն խնդիրը կարգավորելու ժամանակ։ Բացի դրանից, շատ ավելի հնարավոր է, եթե Ռոբերտ Քոչարյանը մտնի խաղի մեջ, չգիտեմ, քայրակի պահով ինչ կլինի, բավականին բարդ իրավիճակ ստեղծվի։ Ամեն դեպքում Հայաստանի կոնգրեսը կհայտնի բավական ծանր իրավիճակում։ Հենց հանրապետականները տեսան, որ ուժային կենտրոնը թեքվել է քայրակի կամ ոչ Սերժ Սարգսյանի ուղղությամբ, չկասկածեք մեկ րոպե, որ սկսվելու է առնետավազք եւ Սերժ Սարգսյանը չի պրծնելու ազգային ժողովը ցրելով, այլ ընդհուպ կարող է հանգեցնել միջև իմպիչմենտի գործընթացի, եթե ինքնակամ չհրաժարվի իշխանությունից։ Բայց դա այսպես թեորետիկ հնարավոր տարբերակ է, չգիտեմ որքանով հավանական կլինի, ամեն դեպքում կապված է ոչ իշխանական ուժերի գործողություններից հստակ եւ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումից սա շատ կարեւոր է։ Հովիկ Աբրահամյանն էլ է սպասում, թե ինչ ուժի է տիրապետում քայրակը, որպեսզի համապատասխան որոշում կայացնի եւ կախված է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումից։ Ռոբերտ Քոչարյանը հսկայական ազդեցություն կարող է ունենալ պետական ապարատի կողմնորոշվածության վրա։ Եթե այդ ազդեցությունը գործադրվի, ապա ես չեմ նախանձում Սերժ Սարգսյանին։ Եվ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից ենք խոսում ունենալով մարտի 1-ի պատասխանատվությունը 2008 թվականի իրադարձություններից հետո հանրության արձագանք Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի հետ կապված Թաթուլ։ Նայեք, ես միշտ ասել եմ եւ պիտի կրկնեմ արքի, որ մարտի 1-ի ինչ անուն ուզում ես տու, ուզում ես ասա ողբերգություն, ուզում ես մեղքը գցի, ինչպես շատերն անում են, հատկապես պատմաբանները, իշխանական պատմաբաններ, այսպես կոչված, մեղքը գցեն Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, ինչ ուզում եք ասեք, իմ համար մարտի 1-ի հարցում չի կարելի Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանն իրարից տարանջատել։ Այսինքն, եթե մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը մնացել է նախագահի պաշտոնում, մի անգամ էլ մնացել է 2013 թվականի ընտրություններից հետո, ապա Ռոբերտ Քոչարյանը նույնպես կարող է վերադառնալ, այստեղ հարց չկա։ Երբ որ խոսում ենք հնարավոր էի մասին, եթե Ռաֆի Հովհաննիսյանին առանց այս քարյակի 3 ուժերի աջակցության, առանց ֆինանսական լուրջ օժանդակության, եթե Ռաֆի Հովհաննիսյանը կարողացավ ասել հնարավոր է, ապա եթե ավելի մեծ կոնսոլիդացիա լինի, իհարկե հնարավոր է։
այդ հարցը արդյոք մարտի 1-ից հետո կարող է վերադառնալ Ռոբերտ Քոչարյան, այդ հարցը տեղին է տալ, եթե Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում։ Գիտեք, երբ որ մի երկրում ընտրությունները պարբերաբար կեղծվում են, երբ որ ընտրությունները կեղծվում են, հայաստանցիները ձայն են տալիս մեկ մարդու, մյուսը դառնում է նախագահ, իսկ այդ փաստացին տրվածը դառնում է ընդդիմություն, մի 100 հատ այստեղ հրապարակում ազատության ցույց անում ու գնում է իրանց տները, այդ դեպքում հանրության կարծիքը շատ մեծ կարևորություն չունի։ Հետևաբար հանրության կարծիքը կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշիչը չէ։ Համենայն դեպս սա ցավալի իրողություն է, բայց Հայաստանի վերջին 20 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ հենց այդպես, այսինքն հանրությունը չէ երբեք որոշել, թե ով է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Կարճ ակնարկը հիմա, եթե նույնիսկ sense վիզուալ մակերեսային նայես, մարտի 1-ի ողբերգությունը հանրային տրամադրությունների մեջ այդքան էլ դոմինանտ չէ։ Ստեղծել են այնպիսի վիճակ, որ սոցիալ-տնտեսական անվտանգության խնդիրները ավելի դոմինանտ են դարել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ նմանատիպ խնդիրների հանդեպ եւ սա կարող է աշխատել բացառապես Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Բացի այդ մարտի 1-ից բացի մեկ այլ դեպք էր տեղի ունեցել Հայաստանի պատմության մեջ, ես կարծում եմ վերջին 25 տարիների ամենավատ բառը չօգտագործեմ դեպքներ, հոկտեմբերի 27-ի ազգային ժողովում տեղի ունեցավ սպանդը, երբ մի օրում գլխատվեց Հայաստանի քաղաքական վերնախավը, հիմա ով է դա կարողանում որպես, այսպես ասեմ, դրա շուրջ որևէ մեկը կարողանում է ստեղծել հանրային տրամադրություն, չէ, մարտի 1-ն էլ կամաց ցավալիորեն ի վերջո վերքերը բուժվելու հատկություն ունեն եւ կամաց մարդիկ ուզում են ապրել։ Գիտեք, ինչքան կարելի է անցյալով ապրել։ Մարդիկ ապագա են ուզում, մարդիկ ուզում են իրենց երեխաների ապագայով։ Վտանգավոր մեսիջներ տվեցինք, ամեն դեպքում վստահ եմ, որ համենայն դեպս մենք երեքով վստահ ենք եւ ուզում ենք, որ եւ հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ի դեպքերը բացահայտվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում երբեք այլևս նման բան չկրկնվի Հայաստանի Հանրապետությունում եւ առհասարակ։ Շնորհակալություն մեկնաբանությունների համար, շնորհակալություն նաեւ ձեզ, շարունակեք հետեւել Civilnet-ին։